եմ, աշխատել եմ 14 թվին եւ հաճախակի դուրս եմ եկել, նորից եկել եմ, առողջական խնդիրներ ունեմ։ Ես աշխատում եմ ու շատ գոհ եմ աշխատանքից եւ աշխատանքից եւ վերաբերմունքից։ Ես ուղղակի պահանջում եմ բոլորի անունից եւ իմ անունից, որ բացվի, բոլորը աշխատեն, բոլորը հարկեր ունեն, վարկեր ունեն, խնդիրներ ունեն։ Ես հիվանդ թոշակառու եմ, բայց աշխատում եմ ստիպված, որտեղ այդ թոշակով չեմ կարողանա իմ բոլոր դեղերը առնեն։ Ես ունեմ ոսկորների խնդիր, որ շատ թանկ դեղ եմ առնում, դրա համար ամեն ամսյա ստանում եմ եւ դրանով ապրում եմ։ Գիտեք, այն ժամանակ, երբ որ պետք է ասեմ, էլի, պարոն Ծառուկյանը ասեց պետք է ընտրենք պարոն Փաշինյանին, բոլորս կանգնեցինք պարոն Ծառուկյանի կողքը եւ ընտրեցինք պարոն Փաշինյանին։ Այս անգամ մենք երևի մեր սա ընտրության պատիժն էր, հա, որ ընտրել էինք Բարգավաճ կուսակցություն պարոն Ծառուկյանին եւ պատժվեցինք, հա, հիմա որ անգործ ենք մնացել։ Դա է մեր պատիժը, բոլոր աշխատողների պատիժը դա է։ Դա է նշանակում։ Պատժում են կառավարությունը։ Մեզ, որ ընտրել ենք պարոն Ծառուկյանին։ Ժամանակին էլ ընտրել են պարոն Փաշինյանին, կանգնել ենք պարոն Ծառուկյանի կողքը, ընտրել ենք պարոն Փաշինյանին եւ ինչ ստացանք։ Ինչ փոխվեց մեզ համար։ Սկզբում ընտրեցիք Գագիկ Ծառուկյանին, խորհրդարանից դուրս թողեցին ձեր վստահած կուսակցությանը, հիմա էլ ձեզ են աշխատանքից զրկել, դրան ոնց կվերաբերվեք։ Վատ, իհարկե վատ, սա վատ երևույթ է, դա ուղղակի չգիտեմ բառեր չեմ գտնում ասելու։ Սա ասենց չի կարող լինել։ Մենք բոլորս բանկեր ունեն, վարկեր ունեն, տուն ունեմ եւ հետո ոնց պետք է ապրենք լավ։ Հիմա որ բանկը իմ դուռը ծեծի, ես ինչ ասեմ։ Ինչ ասեմ։ Ասեմ սենց է երևույթը, իրանց շատ պետք է։ Սա ինչ է նշանակում։ Ուրիշ օրինական ձևով չի կարելի ասել, հասկացնել եւ հետո որ չաշխատենք, ով է տալու հարկերը, բարկերը, մյուսը, ով է տալու։ Մեզանից է չի գնում։ Այո, իհարկե օրինական է։ Սա օրինական։ Այո, սա օրինական գործում է։ Չէ, գործընթացը, որ խուզարկել են եւ այլ։ Օրինական ոչ, իհարկե ոչ։ Որ խուզարկել են, որևիցե մի փաստ, որևիցե մի վատ բան գտել են, ոչ, չեն գտել։ Էդի պետությունը, ես ուղղակի ուզում եմ հասկանալ պետությունը, որ ուզում է տուրիզմը զարգացնի։ Երկին գալիս է Մարտին հյուրանոցից հանում, ասում է հելի։ Էտա մեր երկիրը այտենց է ցույց տալի։ Կամ գնում են Կորեայից 100 խումբ են։ Չի կարելի պարզապես, ինչքան կարելի այսպես առանց մնալ առանց։ Ես ասում եմ, եթե 2 օրից ես չել, ես գալու եմ ճանապարհը փակեմ։ Ով ինչ ուզում է անի։ Թող Նիկոլը գա, Նիկոլի դեմն էլ կասեմ։ Թող գա ինձ գործով ապահովի։ Չի կարելի։ Պատասխանը մենք այս ճամփե փակելու ենք։ Ոչ մեկ տուն չի գնա, մինչև լենտերը չբացեն, ու մենք չհետան գործի։ Որ մեկն է բերելու իմ տունը բահելու, ոչ մեկ։ Երբ որ պետք է ներողություն, երբ որ պետք է պարոն Փաշինյանը ընտրվեր այն ժամանակ, երբ որ կանգնեցին պարոն Ծառուկյանի հետ պարոն Փաշինյանի կողքը, Երևան-Սևան տրաս այս աղջիկը փակեց։ Որ Փաշինյանը ընտրվի, որ այսօր գա մեզ այսինչ անգործ թողնի։ Համար շատ բաներ արեցին։ Շատ բան արեցինք մենք իր համար, բայց հետո այս այո, Սերժի մարդն է, այո, հենց Սերժն էլ անում է ամեն ինչը։ Իրանց զերով այդում ամեն։ Մենք եկենք ոչ մեկին չվերագրենք, մենք ուղղակի խնդրում ենք կողմի դռները բացենք, մենք աշխատենք։ Պարոն Ծառուկյանն էլ Աստված միշտ ինքը ասում մարդա եւ Աստված միշտ իր կողքին է, Աստված պահապան։ Լավ կլինի։ Ինչ կապ ունի։ Մենք հույսեր ունենք, բաց են թողել, ոչ մի բան չեն արվես։ հույսեր չեն արվում։ Թողենք ուր գնանք այս երկրից։ Հող աշխատանքի տեղ տա։ Մի ժամ ժամանակ մեր հարգարժան պարոնին մենք այս ճանապարհը փակելու ենք ու տուն չեն գնալու, մինչև մենք գնանք մեր կաբինետներում աշխատենք։ Ինքը հենց հիմա հանգիստը վայելում է։ Ինչի է գնացել հանգիստ, սա հարցերը գցել ա տեղը գնացել է հանգիստ։ Իսկ այս ժողովուրդը ստեղ սոված են մնալ։ Որովհետև իր համար մեկը, մենք մեկ ենք, ինքը թուրք եղել է, թուրք էլ կմնա։ Ամբիշը հաղթել է Թուրքին։ Մենք չպետք է լույս երեխեքը որ գնացին, սա իր պատճառը տեսնում ենք։ Հա, ուրիշ բան չեն ասում։ Տվեք իսկ պարոն Ծառուկյանին, Աստված պահապան։ Միշտ ասում մարդը եղել, Աստված էլ իրան պահապան կլինի։ Չենք էլ մտածում։ Էլի կկանգնի որ։ Այո, մենք էսել ենք հաղթահարելու։ Մեր պարոն վարչապետի ձեռագրին բոլորս ենք ծանոթ։ Անկախ նրանից, թե երբևէ ով կխոսի, ով չի խոսի դրա մասին։ Մենք իր ձեռագիրը շատ լավ գիտենք, ոնց է վերաբերվում հայ ազգին ու մեզ։
Երբ որ հելել էին որ միշտ ցերեկցուն չէին գնում Փաշինյանի համար։ Պարոն Ծառուկյանի կողքը կանգնած, Փաշինյանի կողքը կանգնած։ Մի ժամ ժամանակ, եթե իրանք մեզ հստակ չպատասխանեն, մենք ճանապարհը փակելու ենք։ Որ այսօր ընկնեն, իմ երեխաներից ինչ պատասխան տամ։ Մենք տուն չեն գնալու այնքան ժամանակ, մինչև չիմանանք այս ամեն ինչը ինչի է մեր հետ կատարվում, մինչև մենք չգնանք մեր աշխատատեղերում աշխատենք, 1 ժամ ժամանակ։ Որոնց մի աշխատանքի տեղ ստեղծել է, գնանք աշխատենք։ Ոչ մեկի հատ ասենք տեղ, բացի միլիցիա